Սիրելիներս, Աստված օրհնե բոլորիս, սրտիս մի խոսք կա, որ կուզենայի կիսվեի այն մարդկանց, ովքեր որ անցել են կամ անցնում են այս վիճակի միջով, դա կոչվում է մերժվածություն, ովքեր որ վերապրել են այս, կարելի ասած, այս դառը զգացմունքները, կամ միգուցե դու հենց հիմա այս վիճակի մեջ ես ու ներսի ցավեր ես զգում, ներսի դատարկություն ունես կյանքի մեջ, այս վիճակը քեզ թույլ չի տալիս, որ դու ճեղքես, թույլ չի տալիս, որ դու հավատաս, թույլ չի տալիս, որ ուրախանաս, թույլ չի տալիս, որ կյանքդ էլի ոնց որ փորձես կառուցել, արդեն բերել է քո կյանքի մեջ վախեր, հիասթափություն, երկմտություն, որ էլ ոչ մի բան չի կարա ստացվի։ Ինչի, որովհետև դու վերապրել ես այս մերժվածության զգացմունքը, որ քեզ լքել են, միգուցե դավաճանել են, միգուցե խաբել են, միգուցե այո, օգտագործել են, ու դու հիմա ամեն բան կարելի ասած նայում ես արդեն զգուշացումով ու էլ ոչ մեկին չես վստահում ու չես ուզում էլ վստահես, ինչի, որովհետև քո ներսդ շատ կան սպիներ, ցավեր ու գիտեք, այսպես ներսի արունահոսություններ ունես։ Սիրելիս, ուզում եմ քեզ համար մի բարի լուր ասեմ, որը կոչվում է ավետարանային բարի լուրը, որ Հիսուսը քեզ սիրում է, որ դա պատահական չէ, որ հիմա դու ինձ լսում ես, համարձակ կարող եմ ասել, որովհետև Աստված այո նախասահմանել էր այս ժամերն ու ժամանակները, որ դու այսօր լսես։ Ու գիտեք, միգուցե նույնպես դու մտածում ասում ես. տղա ջան, կամ եղբայր ջան, կամ ընկեր ջան, դու չգիտես ինչի միջով եմ ես անցել կամ ինչի միջով եմ հիմա ես անցնում։ Փառք Աստծուն, որ ես չգիտեմ, սիրելիս, որովհետև եթե իմանայի, այո, որպես մարդ կարող ես նույնպես սարսափեի ու ավելի քեզ հիասթափեցնեի, բայց քանի որ ես չգիտեմ ու փառք Աստծուն, որ չգիտեմ, կարևորը գիտեք ինչն է, որ Աստված գիտե, որ Սուրբ Հոգին հենց հիմա գիտե դու ինչի միջով ես անցնում կամ ինչի միջով ես անցել, ու հենց Սուրբ Հոգուց, Աստծուց սպասի քո օգնությունը, որ ինքը քեզ օգնի։ Գիտեք, Աստծո համար տարածքային ոչ մի խնդիրներ չկա։ Աստվածաշունչն ասում է, ով որ կանչե Աստծո անունը, Տիրոջ անունը կփրկվի։ Ես հավատում եմ, որ եթե հենց հիմա դու կանչես Աստծո անունը, դու կփրկվիս ու քո ներսի դատարկությունը կլցվի, քո ներսի վիրավորանքը կարող է հեռանալ եւ քո այս ներսի արունահոսությունը կարող է կանգնել։ Բայց կուզենամ Աստվածաշնչից մի օրինակ բերել։ Գիտեք, Հիսուս Քրիստոսին այս աշխարհը գնահատեց 30 արծաթով։ Գիտեք, Հիսուսին մենք բոլորս, մենք սելով այո, մեր նախկինները, այն ադամական մեղքը, որը որ բնակվում էր մեր մեջ մինչև Հիսուսին գալը, ինքը ինչ արեց, ինքը վաճառեց Հիսուսին 30 արծաթով։ Գիտեք, երբ որ կանգնեցրին ընտրության առաջ Բարնաբաս թե Հիսուս, ում ընտրին, շատ լավ գիտենք, Բարնաբասին։ Ով էր Բարնաբասը, ինքը մի հանցագործ մարդ էր, ով էր Հիսուսը, սուրբ էր, ընդանրապես մեղք չուներ։ Ու գիտեք, կորողներից մեկը հաստատ կգտնվեր մարդ, ում որ Հիսուսը բժշկել էր կամ կերակրել էր, կամ մեռելներից նույնպես հարություն էր առել։ Պրոստը ամբողջը կորում էին խաչիր նրած ու նրա կել էին կորում խաչիր նրած։ Գիտեք, Հիսուսը վերապրավ այստեղ մերժվածություն։ Հիսուսին մենք բոլորս մատնեցինք, մենք բոլորս անարգեցինք, մենք բոլորս նրան սխալ տեղը մեղադրեցինք, բայց Հիսուսը խաչի վրա ինչ արեց, խաչի վրա խնդրում էր Հայր Աստծուց, որ Աստված ներեր մեր բոլորիս մեղքերը։ Ու Աստված անցավ այս մերժվածության միջով։ Գիտեք, ինքը անցնելով այս մերժվածության միջով, որովհետեւ մենք այսօր նրան հավատալով ունենանք բժշկություն, որովհետև գինը արդեն վճարված է։ Գիտեք, Հիսուսին 39 անգամ հարվածեցին իր մարմնին։ Եվ ամեն մեր սպին, ամեն մեր վերքը դա բժշկության մի անուն է, որ ինչի միջով որ դու անցնում ես, հավատալով նրան, դու կարող ես այսօր բժշկվես։ Կանչելով նրա անունը, դու կարող ես այսօր բժշկվես։ Եվ խաչի վրա, երբ որ Հայր Աստվածը թողեց Հիսուսին, Հիսուսը կոռում էր. Հայր իմ, ինչի համար դու ինձ թողեցիր։ Գիտեք ինչի, որովհետև Հիսուսը վերցրեց ամբողջ մեղքը իր վրա եւ խաչը հանեց եւ մեղքը բաժանեց Հիսուսին Հայր Աստծուց, որովհետև որտեղ մեղք կա, այնտեղ Աստված չի կարա գա։ Մեղքը ինքը պատ է, մեր ու Աստծո մեջտեղ է։ Այս մեղքի պատճառով նույնպես Հայր Աստվածը նրան թողեց։
ու Հիսուսն ասեց. հայր իմ, ինչի ինձ թողեցիր։ Գիտեք, դա շատ սարսափելի էր, երբ որ ինքը իր արդեն հորից բաժանվեց, երբ որ չէր զգում էլ հոր սերը, հոր զորությունը, հոր մխիթարությունը, բայց Աստված Հիսուսը անցավ, Հիսուսին է, այո, խաչի վրա նա մերժվավ, այս մերժվածության կարելի ասած ոգուն նա հաղթեց, ինչպես հաղթեց, որ ինքը տեղիք չտվավ, ինքնա խղճությամբ, ինքնա այս ինքնախղճության այս ոգուն տեղիք չտվավ։ Գիտեք, խաչի վրա նա ներողություն էր խնդրում բոլորիս համար, ապաշխարում էր։ Կան մարդիկ, ովքեր որ ես չգիտեմ 40, 50, 60 տարեկան են, դեռ այս մերժվածության ոգու ազդեցության տակ են ու հիշում են, ես չգիտեմ նախկինում ով ինչ ձև է նրա հետ վարվել։ Այո, միգուցե քեզ քո ծնողն է թողել, սիրելիս, ես չեմ արտարացնում, բայց ես քեզ ուղղակի ուզում եմ ասեմ, ինչքան դու շուտ անցնես սրա միջով, այնքան շուտ դու կլինես երջանիկ ու կկայանաս ու քո կյանքը դու կկարողանաս կառուցել։ Միգուցե այո, քո ամուսինդ կամ քո կինդ է քեզ դավաճանել, թողել ու այսօր կորում է ասում ես, բայց ես սրան էի արժանի։ Սիրելիս, Հիսուսն է 30 արծաթի արժանի չէր։ Ուզում եմ քեզ մի բան ասել, կարելի ասած դառը ճշմարտություն ասել, սիրելիս, այս աշխարհը գնահատել չի դի։ Եթե դու սպասում ես, որ այս աշխարհը պետք է քեզ գնահատի, ես քեզ ուզում եմ խորը հիասթափեցնեմ, աշխարհը քեզ չի գնահատի։ Կարևորը որ Աստված գնահատի։ Ամեն։ Այս աշխարհը քեզ չի գնահատի։ Գիտեք, մեկ մարդուն արա 100 անգամ լավ բան, մեկ անգամ մերժիր նրան։ Ինք այն 100-ը կմոռանա, բայց միշտ կհիշե այն մի բանը, որ դու նրան մերժել ես։ Այնց որ սիրելիներս, ուզում եմ, որպեսզի մենք հիմա նույնպես աղոթք կանենք, եւ եթե դու անցնում ես այս վիճակի միջով, ուզում եմ քեզ ասել, Աստված կարող է քեզ բժշկել, Աստված կարող է քեզ վերականգնել։ Գիտեք, Հովհաննես Մկրտիչին հետաքրքիր է, երբ որ նրան բռնել էին, բանտ էին նստեցրել Հերովդեսը, եւ Հերովդեսը իր եղբոր կնոջն էր բերել, իրան կին էր արել, եւ ամեն անգամ Հովհաննես Մկրտիչը նայելով նրան հանդիմանում էր։ Ու գիտեք ինչ արեց մի օր, երբ որ այսինքն շքեղ պատրաստություն էր տեսել Հերովդեսը այս իր կնոջ աղջիկը, երբ որ բարեց ու Հերովդեսի դուրը շատ եկավ ու ասեց լսիր, ինչ ես ուզում որ քեզ տամ, ուզում ես մինչև մի կես թագավորությունս քեզ կտամ։ Ու երբ որ նա իր մոր հետ խորտակցեց, մերն ասեց լսե, խնդրիր նրանից Հովհաննես Մկրտիչի գլուխը։ Գիտեք, Հովհաննես Մկրտիչի գլուխը գնահատեցին կարելի ասել կես թագավորությունից ավելի բարձր։ Հետաքրքիր է, չէ՞։ Բայց Հիսուսին գնահատեցին 30 արծաթ։ Հովսեփին գնահատեցին 20 արծաթ իր եղբայրները։ Գիտեք, արտար մարդուն, սուրբ մարդուն, նվիրված մարդուն այս աշխարհը գնահատել չգիտի։ Ու եթե դու եղել ես քո ընտանիքի մեջ, եթե դու եղել ես ընկերության մեջ, եթե դու եղել ես աշխատավայրում այսպես սուրբ ու արտար, ու այսօր քեզ մերժել են, հիմա դու շատ խորն ես տանում, սիրելիս, ուրախացի, քո վարձքը երկնքում ավելի շատ է լինելու, եթե դու արտարության համար ես, ոնց որ մերժվել, եթե դու այն ինչ որ քեզանից կախված էր դու արել ես, լսե Աստված քեզ վարձահատույց կլինի, մի մտածի, ամեն բան լավ կլինի։ Եսայի մարգարեության մեջ 49:15-ի մեջ գրված է, ասում է. «Միթե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին, ոչ չգտա իր որովային ծննդյան վրա, նրան կետը մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանա»։ Գիտեք, Աստված ասում է, նույնիսկ եթե ծնող իր երեխային մոռանա, ես ձեզ չեմ մոռանա։ Ու 16-րդ խոսքի մեջ գրված ասում է, ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ։ Հետաքրքիր է, ասում է քեզ իմ ափիս մեջ նկարագրել եմ։ Գիտես, Աստված քեզ ճանաչում է ու Աստված քեզ շատ սիրում է։ Կան մարդիկ, որ մահ են խնդրում, անեծք են կանչում իրաց կյանքի վրա։ Սիրելիս, Աստված կարող է քեզ տա երկրորդ հնարավորություն, Աստված կարող է քեզ վերականգնել։ Այո, միգուցե դու լավ ծնողներ չես ունեցել, այսօր դու եղիր լավ ծնող։
Գիտեք, կան մարդիկ, որ մտնում ես, տեսնում ես իրաց ընտանիքները իրակել են տժող սարքել, ասում են, գիտես ինչ կա, ես մանկություն չեմ տեսել, ես լիքը դժգոհելու տեղ են, ու ուզում ես ասես լսե, հիմա դու ես ծնող, հիմա արդեն դու պետք է ուրախացնես քո երեխաներին, հիմա դու պետք է նրանց կյանքը ոնց որ ծաղկաստան ու գույնավոր սարքես, հիմա արդեն դու ես ծնող, դու եղի լավ ծնող, քո ծնողներից սխալները տեսնելով այսօր դու լավ եղի, միգուցե այո քո ընկերներն են քեզ դավաճանել, դու եղիր լավ ընկեր, դու եղիր լավ ընկեր, նրանց վատ կողմերը տեսնելով դու մի արա այս վատերը, դու լավն արա, միգուցե կորում ասում ես բոլորը խաբում են, բոլորը էս են անում, դու մի խաբի, այո դու նրանցից տարբերվիր և քո վարձքը շատ խիստ մեծ է լինելու, ուզում եմ աղոթել հիմա քեզ համար, եթե ուզում ես, եթե իրականում այս խոսքերը քեզ կբավ, ու հասկանում ես, որ դու կարիք ունես ներելու, բաց թողնալու, ու ամենակարևորը սիրելիս, ինքնախղճահարությունով մի զբաղվի, հա, ընկել ես վեր կաց ու քայլիր առաջ, ես չգիտեմ, վատ են քո հանդեպ վերաբերվել, վсё քեզ թափ տուր, փորձ ձեռք բերիր այս վիճակի մեջից ու փառք Աստծուն, որ նրանց սկսեցիր ճանաչել, ես քեզ չեմ ասում մարդկանց, որ ատես, այո մարդկանց կարող ես սիրել, բայց չհարգել, դա ասել է մի հզոր Աստծո մարդ, երբ որ լսեցի ասեց գիտես դու կարաս մարդկանց սիրես, բայց չհարգես, ու դու արտարածիկ լինես, այո միգուցե մարդիկ կան, դու պարտավոր ես նրանց այո սիրելու, բայց պարտավոր չես հարգելու, և հիմա ուզում եմ աղոթեմ քեզ համար, որ քո ձեռքը տնես տոշից սրտիդ ու իմ հետևից կրկնիր, ասա Տեր իմ Աստված, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, գիտակցում եմ, որ ես քո կարիքն ունեմ, գիտակցում եմ, որ առանց քեզ ես չեմ կարող բժշկվել, գիտակցում եմ, որ եթե դու ինձ չօգնես, ոչ մեկ չի կարող ինձ օգնել, խնդրում եմ քեզ, Հայր Աստված, Հիսուսի անունով, քո սուրբ հոգովդ բժշկիր ինձ, լցրա ինձ ու զորացրա ինձ, Հիսուսի անունով, ամեն, ամեն, Աստված օրհնի քեզ սիրելիս,